Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Եթե խոսենք արդեն որոշ առանձնահատկությունների մասին, պետք է արձանագրեմ, որ 26 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 և 803 միլիարդ դրամ։ 26 թվականին տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ից ավելով կգերազանցեն 25 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այսինքն մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության և տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Արդյունքում 26 թվականի տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3.4%, իսկ 27-28 թվականին 3.2 և 3.6%։ Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը 26 թվականին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 1 տրիլիոն 62 միլիարդ և 1 տրիլիոն 123 միլիարդ դրամ։ Դրանք 9.6%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը, իսկ 27-28 թվականներին 17.6 և 24%-ով։ Արդյունքում 26 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 8.3%-ը, պահպանելով 25 թվականի մակարդակը, իսկ 27-28 թվականին կկազմեն համապատասխանաբար 8.2 և 8%։